Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր նոյեմբերի 1։ Նա դա անում է կյանքի միջոցով։ Թույլ տվեք պատմեմ ձեզ, թե ինչպես է Աստված մարդկանց բերում իր տուն, ինչպես է նա խոսում նրանց հետ և ինչպես է նա փրկում նրանց։ Նա դա անում է կյանքի միջոցով։ Տերը կառուցում է իր եկեղեցին իրեն սիրողներից շուխացող լույսի վկայության միջոցով։ Քրիստոսի կյանքը լույս է բերում տներ, թաղամասեր, աշխատավայրեր և քաղաքներ։ Ինչպես կարելի է գտնել նման կյանքը։ Ամեն ինչ հանգում է նրան, որ յուրաքանչյուր սուրբ պետք է ապրի որպես Աստծո ողորմածության և շնորհի օրինակ, վարելով ազնիվ, անձնուրաց կյանք ամբողջությամբ նվիրված Տեր Հիսուսին։ Պողոսը խոսում է այն ծառաների մասին, ովքեր նրա կամքը գիտեն և զանազանում են տարբեր բաները օրենքից խրատված լինելով և նրանց անձի վրա վստահություն ունեն, որ կույրերի առաջնորդ են և խավարյալների լույս։ Հռոմեացիս 2:18-19 խոսքեր։ Նման սրբերը արժանի են գովասանքի։ Նյու Յորքի մի խոշոր ընկերության գործադիր տնօրենը զանգահարեց մեր գրասենյակ և մեր հովիվներից մեկին պատմեց մեր եկեղեցուց իր մոտ աշխատող երկու կանանց մասին։ Նա ասաց, որ նրանք տարբերվում են իր գրասենյակի մյուս աշխատակիցներից։ Այս երկու կանայք միշտ բարեկիրթ էին, ժպտերես, պատրաստ էին օգնել ուրիշներին և երբեք չէին բողոքում կամ չարախոսում։ Նրանց մեջ կար ինչ-որ յուրահատուկ բան։ Նա ասաց. «Ես կցանկանայի հանդիպել ձեզ հետ, որպեսզի պարզեմ, թե ինչ է դա»։ Այս կանայք երկնային մոմեր էին, որոնք Տեր Հիսուսի կողմից դրված էին իրենց տեղերում։ Նրանց արձակած լույսը լուսավորում էր նրանց աշխատավայրը, քանի որ Քրիստոսի կյանքը նրանց մեջ էր։ Նրանց ղեկավարը սա համարում էր այս աշխարհի առաջարկած ամեն ինչից վեր մի բան։ Այս գործադիր տնօրենը հրեա էր։ Կարծում եք նա կընդուներ ավետարանչական հանդիպման հրավերը, կկարդար եկեղեցու կողմից հրատարակված նյութերի փաթեթը։ Ոչ, նա ամբողջությամբ դեն կնետեր, բայց նա արձագանքեց ճշմարիտ լույսին, Քրիստոսի կյանքին, որն ամեն օր ապրում էին երկու աստվածավախ համեստ կանայք։ Աստված օգնի մեզ հիշել, որ լույսը շողում է նույնիսկ կյանքի փոքր բաների մեջ։